ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը, այն իրավունքին, որ ինքը ինձ կարա Facebook-ում ինչ ասես ասի ու դրա համար չպատժվի։ Ու այսօր այո, իրոք, ով ում մասին ինչ ուզում ասում է, օրենքի շրջանակներում եւ չպատժվի։ Միջև այն պահը, երբ որ ինքը օրենք է խախտում։ Խոսքի ազատություն, լրագրողները, դուք լրագրողներ, պետք է բոլոր լրագրողները գնաք քաղաքացիական պայմանագիր ընտրեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Եթե ծուռը նստենք դուզը խոսենք, կներեք այս խոսակցականի համար։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է, այս հասկանում եմ, միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ոչ առաջ, ոչ Աստված մի արածցե, եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալու։ Բայց այդպես չէ, որ խոսքի ազատությունը Արի չվերածենք մեր քո հարցազրույցին, հա։ Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դու եւ շատ ընդդիմադիր լրագրողներ գնալու են քաղաքացիական պայմանագիր ընտրել։ Ես վստահ եմ դրա մեջ։